Ամառային հանգստի ակտիվ սեզոնի մեկնարկին զուգահեռ հաճախադեպ են դառնում մասնագետների բնության հատուկ պահպանվող տարածքներ, անտառներ ու խոտածածկ վայրեր այցելողներին ուղղված զգուշացումներն ու զգոնության պահպանման ուղղված կոչերը։ Պատճառը տզերի կողմից փոխանցվող լայմի հիվանդությունն է, որը ժամանակին չհայտնաբերվելու եւ չբուժվելու դեպքում կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Լայմի հիվանդությունը կամ բորելիոզը վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է վարակված տզի խայթոցի միջոցով։ Մասնագետներն ընդգծում են հիվանդության վաղ ախտորոշումն ու բուժումը կարևոր են հետագա բարդություններից խուսափելու համար։ Օգտագործել միջատավանիչ միջոցներ, գրել երկաթև հագուստ, երկար տաբատ եւ գլխարկ, խուսափել բարձր խոտածածկից եւ թփուտներից եւ զբոսնել հիմնականում միայն արահետներով։ Ճաշտում վերադառնալիս անպայման սննել եւ ձեր երեխաներին տզերի արկայության վերաբերյալ։ Հիմնականում տզերը լինում են մազերում, ծոծրակի հատվածում, ականջների հետևում, թևատակերում, աճուկային ծալքերում, հագուստի թևքերի, մանժետների տակ, կարող են լինել նաև ձեռքերի եւ ոտքերի մատների միջև։ Մասնագետների խոսքով հիվանդության հիմնական ախտանիշներից է մաշկի կարմրությունը, որը հաճախ ունենում է օղակաձև տեսք, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, գլխացավը, ընդհանուր թուլությունը, ինչպես նաև մկանային եւ հոդային ցավերը։ Բավական ծանր հիվանդություն կարող է լինել, եթե անհրաժեշտ սիմպտոմատիկ բուժում չստանա պացիենտը։ Եվ ցանկալի է վերադառնալուց հետո լոգանք ընդունել եւ լվանալ հագուստը պարտադիր։ Բնության մեջ անվտանգ եւ պատասխանատու հանգիստը պահանջում է իրազեկվածություն եւ կանխարգելիչ միջոցառումների պահպանում։ Մասնագետները հորդորում են լինել զգոն, պահպանել առողջապահական անվտանգության կանոնները եւ հոգ տանել սեփական շրջապատի առողջության մասին։ Ամառային հանգիստը հաճելի եւ անվտանգ դարձնելու համար կարեւոր է հետեւել մասնագետների խորհուրդներին։ Լայմի հիվանդության ռիսկի նվազեցման համար տզերից պաշտպանվելը լավագույն միջոցն է։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։